Այսօր մեզ է միացել Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ։ Այդ առաջարկը հնչել է այսօր պաշտոնապես ազգային ժողովի ամբիոնից։ Ուր է տանում։ Սևագրությունը հնչել էր Անտալիայում, Արարատ Միրզոյանը նախնական հնչեցրեց։ Հետո տեսա, որ Մինսկի խմբի համանախագահները ձայն չեն հանում, չեն ասում դու ով եք, մեզ լուծարում եք, կարող է Եվրոմիությունն էլ լուծարեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների շտատը լուծարեք, այն Ջեֆերսոնի գրած հռչակագիրը չեղյալ համարեք։ Դե Ադրբեջանն ասում է միացիր, միասին դիմենք, դուրս գանք։ Ես հասկացել եմ, պարոն Նացականյան, այնտեղ որ Անտալիայում ասեց, ես զգացի, որ հիմա ամերիկյան օդանավերը, ջրանավերը, բաները կգանք ասեն, մենք կորոշենք երբ ենք լուծարում մեր խումբը, եթե այդպես չի, դեսեք ես ինչ սարքեցի, այո, եթե Մինսկի խումբը սպասում է, որ իրեն լուծարելու համար դիմում գրեն, Համաձայն եմ, ճիշտ եք ասում։ ուրեմն արդեն Էլ ինչ Մինսկի խումբ։ Հա, ինչ Մինսկի խումբ է, թղթի խումբ, էլի թղթի խումբ, հա։ Բա ինչի համար է այս ներկայացումը։ Դե մերոնք բան են, հոսանքին համընթաց գնացող են, էլի։ Տեսնում են, որ Մինսկի խումբը չի գործում, ODKB-ն չի գործում, ODKB-ն չի գործում, ասում են, ձեր քաշեք մեզանի, ձեր պատճառով մենք Թուրքիայի հետ չենք կռվելու, մերոնք ասում են, մեզ համար միևնույնն է, Բաքվին պետք է դա։ Երևի Բաքվին էլ պետք չի, Բաքվին ուղղակի մեզ նվաստացնելու, այ մեզ Չէ, Բաքուն ուզում է փակի Արցախի էջը, պարզ չի ինչ է անում Բաքուն։ Բաքուն Արցախի վերացնել այն բոլոր հետքերը, որոնք կան Արցախի հետ կապված։ Այո, այո, արդեն դա փակված է, որովհետև եթե մենք չենք կարողանում բաց պահել, եթե մեր զինվորները այնտեղ կանգնած չեն, մեր սահմանն այնտեղ է, որտեղ որ մեր թուրն է, ըստ Մովսես Խորենացու։ Չէ, մեր թուրը եթե չի կտրում, արդեն հարցը փակված է։ Հիմա այդ թուղթը ինչ կաներ, ինչ չէր անի։ Այդ թուղթը հույս էր, որ միջազգային հանրությունը մեր կարծիքն է Հելսինկյան ակտն է ծնել այդ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպությանը, խորհուրդը ծնեց Մինսկի խումբին, Մինսկի խումբին սպանեց Ալիևը։ Եթե Ալիևի թուրը կտրում է, կարողանում է ինքը Ամերիկային, Ռուսաստանին, Ֆրանսիային թղթով այդ թուղթը պատրելու գցել լավագույն դեպքում։ Գցել Արարատ Միրզոյանը ով է։ Կամ Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն եթե Մինսկի խումբը ինքը իրեն չի պաշտպանում, մենք Մինսկի խմբի համար ես օրինակ առաջարկում եմ կռիվ չանել Մինսկի խմբի համար։ Չարժի որ մենք մտնենք դրա թասիբ ենք կանգնենք։ Փակում են, թող փակեն։ Ես ընդհանրապես կասեի փակում եք, փակեք, գնացեք իրար հետ փակեք, մենք բացի ձեր ենք քաշում ձեզանից։ Ես այդպես կասեի Նիկոլի փոխ։ Չէ, Բաքուն ասում է մասնակցի։ Դե նվաստացնում է, էլի։ Այս դրա համար եմ ասում, նվաստացման, այդ որ ասում ենք փակել, մակել չէ։ Ուղղակի Ադրբեջանը նվաստացնում է մեզ։ Լավ, այն 17 կետերը, որ քանի տարի ձգվեց, համաձայնեցվեց, դա այդ բոլորը հեչ է արդեն, նա։ Ինչ է, 17 կետը հենց 17 կետը դրապես հեչ է։ Հայկական բանակը եթե հնարավորություն ունի, ինքը իրան կպաշտպանի, իր հայրենիքը կպաշտպանի։ Եթե հայկական բանակը հնարավորություն չունի, հրամանատարություն չունի, նախարար չունի, փոխնախարարներ չունի, պաշտպանության հանձնաժողով չունի, հայկական բանակի հետ, հայկական պետության հետ ով ինչ լեզվով կուզենա, այդ լեզվով էլ կխոսի։ Հիմա մենք դրա առաջ ենք կանգնած։ Մեզ հետ խոսում են իրենց ուզած լեզվով։ Իրենց ուզած լեզվով։ Հիմա այդ թուղթը մեզ պաշտպանելու է, թե ոչ։ Չէ, իհարկե, թուղթը, դե որ թուղթը պաշտպաներ, Մինսկի խմբի թուղթը կպաշտպաներ։ Ազգերի ինքնորոշման իրավունքի թուղթը մեզ կպաշտպաներ։ Յուրաքանչյուր թղթի հետևում, եթե մեր սվինը, մեր զինվորը կանգնած չի, մեր արդյունավետ կառավարման համակարգը կանգնած չի, մեր դաշնակիցները կանգնած չեն, դա թուղթ է։ Թուղթը չի կարող, թուղթը ինքը իրեն էլ չի կարող պաշտպանել, լուցկեն կտած կվառվի, այսինքն դա իրենից ոչինչ է, դրա թիկունքում պետք է ուժ լինի, ուժ, զինվորական ուժ, քաղաքական ուժ, տնտեսական ուժ, դաշինքների ուժ, եթե չկա այդ բոլորը,
թուղթը պաշտպանի։ Դուք հաստատ նկատի ունեք մեր արտգործնախարարի Անտալիայում արած հայտարարությունը, ասում է. վստահ կարող եմ ասել եւ կարծում եմ թուրք եւ ադրբեջանցի գործընկերները եւս կհաստատեն, երբեք այսքան մոտ չենք եղել համաձայնության։ Համաձայնության, այո, համաձայնության, հաշտության թղթին, երբեք ինք պետք է մի բառել ավելի, երբեք մոտ չենք եղել թղթ ստորագրելու։ Թղթաբանությանը, սա թղթաբանություն է իրականում։ Ես ասում եմ, թուղթը արժեք ունի, երբ որ դրա թիկունքում կանգնած է ուժ։ Ուժը բացակայում է։ Չկա ուժ։ Եթե ուժ լիներ, այդ լեզվով մեր հետ չէին խոսի։ Դե հիմա կրակում է սահմանին։ Այո, կրակում են, բա ինչ կանեն։ Եթե կրակում են ու շատ խիստ պատասխան չեն ստանում, որ փոշման են, ուրեք կկրակեն։ Ճիշտը պատասխանն է։ Ճիշտ ուժեղ պատասխանն է։ Ցավոտ պետք է լինի։ Ցավոտ։ Մենք չենք կարողանում ցավացնել, մենք ցավ ենք զգում։ Մենք ցավ ենք զգում, նրանք մեզ ցավացնում են ու դրանից իրենց լավ են զգում, մենք մեզ վատ ենք զգում։ Այս օրակարգը ցավոտ օրակարգ է։ Ինչ որ մենք խոսում ենք, մենք վատ բանի մասին ենք։ Հասկանալի է։ Մյուս կողմից Բաքուն եւ Երևան այս աշխարհում մենակ չեն, կան չէ։ Այդ շրջանակին մոտ կանգնած երկրներ եւ ոչ թույլ երկրներ, որոնք կարող են ազդել այդ process-ի վրա։ Ուր են նրանք։ Ազդում են։ Ազդում են։ Գոյություն ունի Հայաստանի Հանրապետություն երկիրը ազդեցության հետևանք է, բայց այնպես չի, որ նրան զինվորները, նավերը, հեծելազորը գա, մեր համար տրվի, մենք էլ փող շինենք իրենց երկրներում։ Տեսնում եք ինչ հարուստներ ունենք այդ 3 երկրներում, համանախագահ երկրների միլիարդատերերը։ Երկում ապրում ենք, լավ ենք ապրում այնտեղ։ Ասում են, չէ, իրենք մեր հարազատներն ասում են, փող ուղարկենք, բանան եկավ, երկացեք, արեք, ինչ եք մնացել այդտեղ։ Ձեր տղերքին ուղարկեք, բանակ չտանեն, այդտեղ մենք կազմակերպենք։ Այդ երկրները այդ չափով ազդում են։ Ասում են, եկեք մեր մոտ ապրեք։ Ապրեք, հող տանք, փող տանք, տուն տանք, ուսադիրներ տանք, պաշտոն, հետո Մարգարիտան վատ պրոպագանդիստը, մենք ինչ Մոսկվա Մոսկվա, մեր Մարգոն։ Մեր Լավրովը մեր Մարգոն վատ գործ է անում, աշխատում է։ մեր Լավրովը Մեր բար ինչ է, սպերմատոզոիդը ասում են հայկական է եղել հոր։ Դրանց հայկականություն ուրիշ չկա, էլի ուրիշ բան չկա, այդ անալիզ որ անում են, արյա մեջ ասում են, ռադին, հա։ Ռադին թե մեկ, մեկ։ Այդ հայկականությունը որևէ տեղ զգացվել է, որևէ տեղ երևացել է, եթե երևացել է, քանի տոկոսով եք նկատել այդպիսի բան։ Երևացել է 51 պետության հանել է Ռուսաստանի դեմ։ 51 պետություն, մեկ էլ Հիտլերը տենց բան արեց, 53 պետություն հակահիտլերյան կոալիցիայի մեջ էր։ Չէ, ես նկատում եմ հայկականությունը մեր գենոցիդից նեղացել են։ Մեր հայերը գենոցիդից նեղացան ռուսներից, ու հիմա հանեցին Ռուսաստանին արտաքին գործերի նախարարը գլխավոր մեկուսիչն է։ Բա դու արտաքին գործերի նախարար ես։ Այդ ո՞նց եղավ 51 պետություն միավորվեցին Ռուսաստանի դեմ։ Վրեժա լուծում Ռուսաստանից Ղարաբաղը հանձնելու համար։ Դենց է կարելի էլի ասել, ինչի՞ չէ։ Լավրովը ինչ արեց։ Բանը ինչ էր անում։ Քալանտար ունեին, թե ինչ էր։ Բանի ժամանակ են Լենինի ժամանակ, նա էլ վատը չէր։ Բա Միկոյանի ստորագրությունները, տեսնում եք, ռուս մտավորականությանը գնդակահարելու տակ իր ստորագրությունը կա։ Դու ինչ ես ստորագրում։ Ուզում եմ ասել, որ ես իհարկե զավեշտի եմ վերածում, բայց նրա հայկականությունը հո սպերմատոզոիդով չի։ Լավ, հայկականությունը կուլտուրա է, լեզու է, վարքագիծ է, քաղաքականություն է, հայրենասիրություն է, հայապահպանություն է, Արցախի հանձնաստորություն։ Հայկականությունը կարելի է համեմատել հրեականության հետ, ասենք Թրամփ, Իսրայել, Բլինկեն, հրեան եկավ Իսրայել, ասեց, որ ես եկել եմ որպես հրեա Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ներկայացուցիչ ձեզ բան չի պատահի։ Դրանք չեն խուսափում իրենց հովանավորությունը պատասխանատու։ Չէ, ինչ լավ ասեց։ Բառացի մարդը եկավ իջավ Երուսաղեմ, ասեց ես Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունն եմ բերել որպես հրեա։ Մենք չունեցանք այդպիսի հովանավոր։ Մենք
չունեցանք այդպեսի ազդեցիկ, այո, հույսներս դնենք մեզ վրա, շուտով մայիսի 9-ն է եւ կա տեղեկություն, որ մոտ 20 երկիր պետք է մասնակցի, 20 երկրի ղեկավարներ կլինեն Մոսկվայում, այդ թվում նաեւ մենք, կարծեմ, հա։ Իմ պապը զոհվել է, հայրս էլ վիրավորվել է մի 4 անգամ, ես ֆրոնտավիկի տղա եմ։ Իմ պապն էլ է։ Ու ես համարում եմ, որ մենք նացիզմին մենք վրեժ լուծեցինք, Բրանդենբուրգ դարձրեցինք Պրուսիան։ Ես համարում եմ, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիայի վարքագիծը պատժի արժանի էր մեր դիվիզիան, իմ պապը մտավ Բերլին։ Առաջին համաշխարհային։ Երկրորդի առաջինի ժամանակ, չէ, մենոնք ստեղ կռվում էին Սարդարաբադում։ Հա, ես սպայի թոռ եմ։ Ուրեմն մենոնք մտան Բերլին։ Իմ հայրը մտավ Բերլին, պատի վրա խզմզեց, լավ ագրեց։ Լևոն Մարկարայից։ Ուզում ասեմ, որ մենք լավ արեցինք, որ մտանք Բերլին, նացիզմը խեղդեցինք, դա մարդատյացության, ատելության իշխանություն էր, երկիրը ատելության ջատագովների ձեռքում էր, այդ հրաշքի երկիրը 100 միլիոն գերմանացի պատկերացրու, 100 միլիոն գերմանացի լծվել էր մարդասպանությանը։ Մենք մտանք ասեցինք նստեք տեղներդ։ Լավ արեցինք։ Ես համարում եմ, որ մենք հաղթել ենք եւ վրեժ լուծեցինք առաջին համաշխարհային պատերազմի Թուրքիայի դաշնակցից ու թուրքերին ասեցինք ականջներիդ օ արեք։ Մենք դա արեցինք, գտանք դաշնակից։ Գտել ենք դաշնակից հակահիտլերյան կոալիցիայի մեջ մենք էլ էինք մտել։ Դե վերջին պատմական շանսը հենց վերագրվում է ձեր նկարագրած պատմական փուլին, երբ սովետական զորքերը պետք է անցնեին թուրքական սահմանը։ Իմ պապը պատմել է այդ մասին, Գյումրիում մոբիլիզացրել են նրանց։ Այո։ Նրանց մոբիլիզացրել են։ Մեր տանը են շաբաթը ուրբաթից շուտ եկավ։ Պատրաստ չէինք։ Վաշինգտոնը եւ Լոնդոնը մատթափ տվեցին ստա։ Պատրաստ չէինք մենք, Վաշինգտոնը, Լոնդոնը մեզ կասեին հա մտեք, վերջացրեք, դա էլ մեր կյանքը խանգարում, թունավորում է, տոքսիկ է Թունաստանը։ Թուրքիան եւ տոքսիկ պետք է։ Եվ ասում են թուրքերը հաշտվել էին այդ մտքի հետ էին քաշել զորքերը։ Հիմա էլ կա չէ այդ պատմական խոսքը։ Ժուկովին են կարծեմ հարցն, ինչքան կտևի այդ բանը, ասել է նախաճաշը կանենք Գյումրիում, ճաշը Խարսում։ Պատկոմները, Գյուղսովետի նախագահներին, բաներին արդեն ընտրել էին, այստեղ նշվում։ Վերջ, այդ չնել է փակվել, դա վերջին շանսն էր, իմ կարծիքով, վերջինը չի։ 600 տարի սպասեցինք Երևանսկի օբլաստը գրավեցինք, դառավ Արմեսսր, հետո էլ դառավ Հայաստանի Հանրապետություն 600 տարի Կիլիկիայից հետո հաշված։ Մենք համբերություն ունենք, քանիսն են տենց գնացել եկել, մենք դեռ կանենք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 1957 թվին լիկվիդացվեց հայկական զորամասը Ստալիշնի պոլկը։ 1957 թվին, 1955 թվին Գարեգին Նժդեհը բանտում սպանվեց։ Ծրագիրը կար, Գարեգին Նժդեհին պահում էին որպես պատանդ, պետք լինի Գարեգին Նժդեհը դուրս էր գալու, հայկական զորք կար։ Դուք պատկերացնում եք սովետական միությունում հայկական զորամաս, այդ սպաների հետ իմ հարազատների չկային, որ այդ աչ դա։ Դե հա, Թամանյան դիվիզիա։ Այդ շանսը այն ժամանակ ավելի փոքր շանս էր, քան թե հիմա, բայց դրա համար պետք է կամք եղել է ուղղակի այդ ատոմային շանտաժը Ստալինը չկարողացավ կուլ տալ։ Ստալինը առանձնապես չէր էլ ուզում, դա բան է, չէ, երկրորդ Ռոմը իրանք էին, չէ, բյուզանդացի են, վրացիները իրանք բյուզանդացի են համարում, մենք էլ կոնկուրենտ էինք։ Շատ շեղվեցինք։ Հա։ Հետաքրքիր շեղում է, էլի։ Այս օրերի քննարկումներում շատ է նշվում կամ շատ է առանձնացում Գյումրիի ընտրությունները որպես Հայաստանի ներքաղաքական կյանքը ակտիվացնող ինդիկատոր։ Դուք եք այդպես կարծում։ Ես Գյումրիում մրսեցի հիվանդացա նոր եմ։ Այդպես էլ կա ուրեմն այդ ընտրությունները։ Ականջում եք չէի գալ։ Ես նույնիսկ զոհ ենք տվել մեկ։ Իմ առողջությունն եմ տվել ես Գյումրիի ընտրություններում հետևանք, սա ստուգարք էր։ Մերժեցին հեղափոխությունը գյումրեցիները։ Ինչու հեղափոխական թիմը ամենաշատ ձայներն է ստացել։ Ով հաղթեց։ Դե հաղթելը հաղթանակի համար էր սա։ Մեր
Սա սպորտ ժողովրդավարական կոնստրուկցիայում հաղթել է ուրիշ կերպ։ սպորտ չէր, էլի մասնակցությունը չէր կարող, էսի տրուդ ռեզերվը չի։ Ով հաղթեց։ Ով որ հաղթեց։ Ձեր հարց է ով է հաղթել։ Ինչ գիտենք ով է հաղթել։ Հիմա մենք նախազգուշացնում ենք, սա լուրջ էր։ Ով որ հաղթեց նա է հաղթողը։ Մենք պետք է իմանանք, որ Հայաստանում հաղթողը նա է։ Ոչ դա նա է, ալֆա նա է, ով հաղթեց։ Ես ուզում եմ իմանալ։ Ես այնց հետո ում պետք է նմանակել։ Դե ձեր տրամաբանությունը ճիշտ է այն առումով, որ մարդիկ գնացել են ընտրատեղամաս, քվեի քանակությունը, քվեն վերաբերմունք է նշանակում նաև քաղաքի կողմից։ Մերժիր, ում են մերժում։ Այդ մերժիրն էլ աշխուժացել է սկան օրը, բայց մեր օրակարգում չկա։ Ահա, հիմա եթե դա տեղի չի ունենում, կարող եք այդ քաղաքական պատկերը մի քիչ բացատրել։ Ինչ է տեղի ունեցել այդ դեպքում։ Ովքեր են մասնակցել այդ խաղին, ինչու են մասնակցել։ Գյումրեցիները փառք ու պատիվ իրենց ասացին, որ մենք դժգոհ ենք ձեր վարած քաղաքականությունից։ Իշխանությանը։ Այո։ Մենք մերժում ենք ձեզ, մեր համար դուք կուրք չեք։ Դա շատ լավ բան եղավ։ Ես անձամբ մասնակցում էի Լևոնի կողմնակիցների։ Ասում եմ առողջությունս դրել եմ։ Ինձ որ ասում են ինչ ես դրել, ասում եմ փող եմ դրել, առողջությունս եմ դրել, սրոք եմ ստացել, չէ։ Ես առողջ մրցել եմ Գյումրիում։ Մերժեցին, ասացին դժգոհ ենք, երևանցիներ, մայրաքաղաքցիներ, մենք դժգոհ ենք։ Այսինքն Գյումրիի ընտրությունները մեծ ընտրության նախավարժանք են։ Այդպես էլ կարելի ասել, բայց ես համարում եմ նախազգուշական կրակոց էր։ Կրակեցին, թիրախավորեցին, ասացին դուք ձեզ լավ չեք պահում, մենք հիասթափված ենք ձեզանից, մեր անունից բոլոր, դա հենց այնպես Գյումրին իհարկե մայրաքաղաքը չի, ասենք հայրաքաղաք էլի, բայց կարևոր տեղ է, կարևոր ահազանգ եկավ։ Մենք իմացանք, որ մենք մենակ չենք, հա, ոնց որ թե դժգոհ, ժողովուրդը դժգոհեց, երկու պատճառ կար, առաջինը ոնց էր կազմակերպված, հետո էր այդ հավակնորդը, դուս պրծուկների, այդ ինչ կեր, դուս պրծուկներին բերում փաթաթում եք մեր վզին, դուք մեր ինչ տեղ եք դրել, լավ արեցին, որ մերժեցին դուրս պրծուկին, ով է դա, գյումրեցիների համար, հետո ինչ որ ձեր համակուրսեցին կամ քենուտ քրոջ, ինչ որ տենց է ասում են քենուտ քրոջ, ես դեռ բամբասանք լսել եմ, կարդացել եմ, հա, YouTube-ում կա, ասում են, այսինքն այդ բանը ծառը սարքում են ում բարեք, ուրիշ բան չկա, որպես երկրորդ քաղաքի, ես կասեի, դա երկրորդ քաղաք չի, Գյումրին երկրորդ քաղաք չի, հատուկ քաղաք է, օրինակելի քաղաք է։ Գյումրիի ընտրություններին մասնակցել են բոլորը, նախկին իշխանությունները քաղաքական լիդերներով կա այդ։ Այո, բոլորը ոնց թե մասնակցել են։ Նրանք բանտում չեն, նրանց ռեսուրսները բանտում չեն, բանկում չեն, բանկում եւ բանտում, հա? Կներեք, ներողություն։ Ռեսուրսները բանկում պետք է լինեին, անձնակազմը բանտում։ Եթե այդպես չի, գյումրեցիներն ասեցին, դե ուրեմն գնացեք մտածեք։ Մենք օրինակ ենք ծառայում։ Ես կարծում եմ, որ սա կարող է օրինակ լինել։ Շնորհակալություն այդ տեսակ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ազատ Արշակյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր։